Ինչպես գրանցել պատվեր Plan It-ում։ Մուտք գործեք պատվերներ մենյու։ Այստեղ ցուցադրվում են տվյալ օրվա բոլոր պատվերները։ Վերևի հատվածում կարող եք ֆիլտրել պատվերները ընտրելով թիմի անդամին կամ կարգավիճակը։ Սեղմելով ամիս կոճակը կտեսնեք տվյալ ամսվա պատվերները։ Կարող եք ֆիլտրել նաև ընտրելով տարի կամ ամիս ցանկից։ Ցուցադրվում է տվյալ ամսվա, այցելությունների քանակը և ընդհանուր եկամուտը։ Սեղմելով կոնկրետ ամսաթվի վրա կտեսնեք տվյալ օրվա պատվերները։ Նոր պատվերի գրանցում։ Նախ համոզվեք, որ թիմի անդամներ բաժնում լրացված են մասնագետների աշխատանքային ժամերը և ծառայությունները։ Միայն այդ դեպքում համակարգը ճիշտ կցուցադրի հասանելի ժամերը։ Այժմ սեղմեք Նոր պատվեր կոճակը։ Ընտրեք որտեղ է մատուցվում ծառայությունը, ձեր գործունեության հասցեն։ Ընտրեք մասնագետին։ Նշեք այցելության ամսաթիվը և ժամը։ Ժամերը ցուցադրվում են ըստ նախապես լրացված աշխատանքային ժամերի։ Ընտրեք ում համար է ծառայությունը։ Այնուհետև ընտրեք ծառայության տեսակը։ Կարող եք ընտրել ցանկից կամ որոնել գրելով առնվազն 1 տառ։ Ընտրեք ծառայության ենթատեսակը։ Կարող եք միաժամանակ ավելացնել մի քանի ծառայություն։ Եթե անհրաժեշտ է ավելացնել նոր ծառայություն, սեղմեք Նոր ծառայության տեսակ և լրացրեք նույն ձևով։ Արժեքը և տևողությունը լրացվում են ավտոմատ, ըստ նախապես նշված տվյալների։ Անհրաժեշտության դեպքում կարող եք փոփոխել։ Տևողությունը փոփոխելիս նշեք րոպեներով։ Լրացրեք հաճախորդի անունը և հեռախոսահամարը։ Եթե կա մեկից ավելի համար, սեղմեք Նոր հեռախոսահամար։ Էլեկտրոնային փոստի հասցեն պարտադիր չէ, բայց լրացնելու դեպքում հաճախորդը կստանա հիշեցում։ Կարող եք ընտրել պատվերի կարգավիճակը կամ շարունակել։ Համակարգը ավտոմատ կսահմանի մուտքագրված է կարգավիճակ։ Եթե կատարում եք տուն-այց, ակտիվացրեք այց հաճախորդի տուն տարբերակը։ Նշեք հասցեն կամ քարտեզի վրա տեղափոխեք նշիչը։ Վերջում սեղմեք Պահպանել։ Պատվերը կհայտնվի տվյալ օրվա ցանկում։ Կարևոր նշում. Հաճախորդը SMS կստանա միայն այն դեպքում, եթե նախապես ակտիվացրել եք հիշեցման կարգավորումները։ Եթե հիշեցումները ակտիվացված չեն, բայց լրացրել եք հաճախորդի էլեկտրոնային փոստի հասցեն, ապա հաճախորդը կստանա միայն նամակ պատվերի գրանցման մասին։